Եվ այսպես վերցնել, թե չվերցնել մանդատները, սա է հարցը։ Հարգելի հեռուստադիտողներ, այն բանից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ընտրությունների նախնական տվյալները, ոչ ամփոփիչ տվյալները, ամենակննարկվող հարցերից մեկը սկսեց լինել հետևյալը. արդյոք ընդդիմությունը պետք է վերցնի մանդատները, թե չպետք է վերցնի։ Իրավաբանները, սահմանադրագետները, փորձագետները իրենք տարբեր գնահատականներ են տալիս։ Նախ սկսենք նրանից, արդեն իսկ մենք պետք է արձանագրենք, որ ընտրությունների ներկայիս պատկերը խոսում են հետևյալի մասին, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները 50+ քվ չեն ստացել, այսինքն իրենց ծրագրում ներառած բոլոր կետերը, սկսած կաթողիկոսի փոփոխությունից վերջացած Ադրբեջանից խաղաղության պայմանագրի ստորագրում օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների հիման վրա հասարակության զգալի հատվածը այս ամենին հավանություն չի տվել։ Խոսում է նաև այն մասին, որ իշխանությունները չունեն ոչ 3/5, ոչ 2/3 քվեների, բայց միևնույն է, այս հարցը շարունակում է ակտուալ մնալ, ինչ պետք է անի ընդդիմությունը, վերցնի մանդատները, չվերցնի մանդատները, ինչպես ինքը պետք է դիրքավորվի, ու ընդհանրապես տեսեք, այս իրավիճակի ամբողջ սյուրռեալիզմը նաև գիտեք որն է։ 2015 թվականի համանդրության հեղինակներից մեկը գնում է լրատվամիջոցներից մեկում հարցազրույց է տալիս, եւ երբ որ իրեն հարցում են, լավ, եթե ընդդիմությունը հրաժարվում է մանդատներից, արդյոք այդ մանդատները չեն կարող փոխանցվել այլ ուժերին, որոնք գալիս են Հայաստան դաշինքից, ուժեղ Հայաստանից եւ Բարգավաճ Հայաստանից հետո, այսինքն որ կուսակցություններն են, հա, դրանք Արման Թաթոյանի միասնության թևերն են, օրինակ բոլորին դեմը կամ շնորհապետական կուսակցությունը, եւ ինչի ասում է համանդրության հեղինակներից մեկը, ասում է դա խրթին հարց է, այս հարցի պատասխանը չունեք, այսինքն տեսեք, հա, իրենք գրել են սահմանադրություն ու իրենք չեն կարող մեկնաբանել, թե այդ համանդրության կետերի համապատասխան, եթե դու հանձնում ես մանդատները, այդ մանդատները այլոց անցնում են, թե ոչ, եւս մի կարևոր նրբերանգ կա, ոչինչ չի խանգարի Նիկոլ Փաշինյանին դիմել սահմանադրական դատարան կամ դիմել նախագահին, ասել դե մենք չենք ուզում սահմանադրական ճգնաժամ, եկեք ինչ որ մի լուծում գտնենք եւ մանդատների վերաբաշխում իրականացնենք, որպեսզի ԿՊ-ն ունենա սահմանադրական մեծամասն, ինչեւէ, այս հարցին մենք դեռ կհասցնենք ձեզ հետ անդրադառնալ, բայց քարոզա գնում մեծապես հետևյալ համատեքստում, որ էմոցիոնալ քարոզա գնում, որ պետք է հրաժարվել մանդատներից։ Այս քարոզը ամենաշատը անում են մարդիկ, որոնք կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը երրորդ ժամկետի չի գնում, ասում է դե Նիկոլ Փաշինյանը 2 անգամ ընտրվել է արտահայտ խորհրդարանական ընտրություններով, հիմա հերթական խորհրդարանական ընտրություններ են, ու ընդհանրապես դա կարևոր չի, որ ինչ ա եղել նախկինում, ինքը հիմա առաջին ժամկետն է, հա, փաստորեն գնում։ Ինչ է առաջարկում Սերժ Սարգսյանը եւս 10-15 տարի հանդուրժել Նիկոլ Փաշինյանին, որ ինքը գա հասնի իր երրորդ ժամկետին, պես հարցի պատասխանը երևի ճիշտ կլինի, որ օրինակ կուսակիցները ի վերջո տան ինչ են առաջարկում, երբ որ ասում են, որ դա ընդհանրապես երրորդ ժամկետ չէ, բայց նաև այս մոտեցումը իրենց կողմից շատ տրամաբանական է, նախընտրելի կոնֆիգուրացիան է ազգային ժողովում, որ լինի քաղաքացիական պայմանագիրը եւ այն ուժերը, որոնք մեծապես լոյալ են նախկին իշխանություններին, եւ մենք կարող ենք հայտնվել մի իրավիճակում, երբ որ ԿՊ-ն ձայները իշխանությունը փոխանցում է նախորդ իշխանություններին, հետո նախորդ իշխանությունը կրկին փոխանցում է ԿՊ-ին եւ այսպես իրենք իրար մեջ բաժանում են իշխանությունը իդեալական քաղաքական կոնֆիգուրացիա կարող է լինել Նիկոլ Փաշինյանի համար եւ այն մարդկանց համար, որոնք 2018 թվականին արեցին ամեն ինչ, որպեսզի նա գա իշխանության, բայց հիմա տեսեք այս էմոցիոնալ քարոզը, որ իրենք փորձում են անապատեցնել Հայաստանի քաղաքական դաշտը, մի կողմ եք դնում եւ արդեն ասում եք ընդդիմության գործողություններին, ծրագրերին, անելիքներին։ Տեսեք, մանդատը դա ոչ այլ ինչ է, քան քաղաքական գործիք։ Եթե դու ունես կարճաժամկետ, միջնաժամկետ կամ երկարաժամկետ ծրագիր, որի շրջանակներում մանդատը քեզ կարող է ինչ-որ խնդիրներ լուծելու հնարավորություն տալ, տրամաբանությունը հուշում է, որ դու պետք է գնաս եւ մանդատները վերցնես։ Բայց եթե դու չունես այդ գործողությունների ծրագիրը եւ գնում ես ազգային ժողով, դու կարող ես դառնաս Իշխան Զաքարյանների խմբակցություն, այսինքն խմբակցություն, որը կդրսևորի իրեն այնպիսի վարքաբանական մոտեցումներ կցուցաբերի, որը 100%-ով համապատասխանում է Նիկոլ Փաշինյանի շահերին, ընդհանրապես Իշխան Զաքարյանի գործոնի հետ կապված, այս քարոզը ինքը նաև ցույց է տալիս հետևյալը, հարգելի հեռուստադիտողներ, որ ինքը ազգային ժողով պետք էր որպես падգամավոր մեկ հարց լուծելու համար իմպիչմենտի նախագիծը վերջում գալու էր եւ հանգել Իշխան Զաքարյանին։ Եթե նա դեմ լիներ, իմպիչմենտը չէր իրականացվում, եթե նա կողմ լիներ, նա կարող էր կողմ լինել միայն այն պարագայում, եթե վարչապետի տեխնացուն լիներ մի մարդ,
որը լոյալ է այն մարդկանց, որոնք ասում են, որ Նիկոլ Փաշինյանը երրորդ ժամկետի չի գնում։ Այսինքն տեսեք, այս կոնֆիգուրացիան, այս քարոզանողները իրենք փորձում են կրկնել, բայց ամփոփելով իրողությունները անդիմությունը վստահաբար որոշում կկայացնի եւ ակնհայտ է նաեւ որ հետեւյալն է լինելու իրենք կոմունիկացվելու են հասարակության հետ իրենց ընտրողների հետ հիմնավորելու են ինչու իրենք վերցրեցին մանդատները կամ ինչու իրենք չվերցրեցին մանդատները բայց թե ինչ են անում Նիկոլ Փաշինյանը նրան աջակցող քաղաքական ուժերը դա եւս բոլորի համար ակնհայտ է բայց նաև նշենք հետևյալը այսօր Նարեկ Կարապետյանի կողմից արած հայտարարությունը վկայում է հետևյալի մասին որ մեզ դեռ քաղաքական զարգացումներ սպասում են որովհետև մենք դեռ ունենք բողոքարկում կենտրոնական ընտրական հանձնաժողովում մենք դեռ ունենք բողոքարկում սահմանադրական դատարանում եւ կախված նաև բողոքարկման արդյունքներից միգուցե իշխանությունները միգուցե ընդդիմությունը հասկանա որ հենց այս պահին է հասունացել այսպես կոչված հեղափոխական պահը միգուցե զարգացումները հենց այդ փուլում լինեն հետեւաբար սպասենք թե ինչով է հանգուցալուծվելու գործընթացների այս փուլը մտածեք այդ մասին